Մայիս անիմաստ ես անում, այդ հեռախոսը մեզ էլ պետք չի։ Դրանք այդքան հիմար չեն, որ այդքան բու բան գրեն։ Համաձայն եմ։ Ես զուգարան ունեմ։ Բա, շնորհավոր, քանի կարախոսի մետրան։ Ես լուրջ եմ ասում, երդվում եմ, եթե հենց հիմա չգնամ զուգարան, հենց տեղ կհոգամ կարիքներս։ Հավատա մեր կյանքում շատ բան չի փոխվի, մեկը ոտով գլխով կեղտի մեջ ենք։ Այդ քեզ թվում է, չփորձը չհամարձակվես այստեղ դդման անել։ Արքանդի։ Միայն առանց անակնկալների ես չեմ ուզում քեզ նորից ցավեցնել։ Ապս էի բերում։ Ապրես։ Ես ես ամեն ինչի մեջ ոչ մի տրամաբանություն չեմ գտնում։ Եթե դրան միլիցեքն են տարել, ու այդ հաղորդագրությունն էլ կարդացել են, ով ասկուշացր է տղերքին, ու ինչի համար։ Չգիտեմ, շեֆ։ Ես կյանքում կնոջ վրա ձեր բարձրացրած չկամ, հա։ Բայց լսի այդ Եթե այդ Հակոբյանից ազատված ըլնեիր, հիմա այդ գործը փակված կլներ, մենք էլ կզբաղվենք մեզնով։ Ես հենց հիմա էլ կարամ գնամ դրա հարցերը լուծել։ Նստի տեղդ, մենք է կարանք, բայց արդեն ուշ է։ Շիմա չեմ հասկանում։ Զանգում եմ։ Հա, լսում եմ։ Հա, հաստատ։ Նենց չի, որ չեմ վստահում, բայց ուրիշ ոնց կբացատրես այս ամեն ինչը։ Ինչ։ Լավ։ Գիտես ով էր։ Ով։ Դանելյանը։ Ասում է մենք տենց օպերացիա չեն կարել ընդհանրապես։ Բացառվում է։ Այդ սիրենաների ձենը ես անձամբ լսել եմ։ Այդ չեմ ասում եմ բոմժը, դրան հաստատ մեկը ուղարկել էր։ Դա, բայց ով։ Իսկ եթե ինչ-որ մեկ ուզում անենց անի, որ մենք մտածենք, որ ոստիկանությունն է արել, հա, տենց է դուրս գալիս, եթե մի բանի տրամաբանությունը չեն գտնում, ուրեմն սխալ տեղ ենք տրամաբանություն փնտրում։ Իսկ սենց ամեն ինչը գնում է տեղը, ինչ-որ մեկը ուզում է մեզ ու Դանելյանին իրար դեմ անի։ Մնում է մի հատ էլ այդ բոմժի զգուշացումը վերցանենք։ Իսկ եթե ոչ մի ոստիկանություն էլ չի եղել, ջնջոց, դու անձամբ ինչ-որ մեկին տեսել ես։ Եթե ես անձամբ ինչ-որ մեկին տենայի, հիմա դուք ինձ տեսակցության կգայիք։ Բայց այդ սիրենաների ձենը հաստատ լսել եմ։ Իսկ եթե ինչ-որ մեկը ուզելա, որ տղեքը տեղից ուղղակի թռնեն։ Մողեսը։ Որես հաստատ Մողեսի սարկածն է։ Եկել է այդ դեպքի վայր, հասկացել է, որ ուզում ենք իրան փուռը տանք, ու այս ամեն ինչը կազմակերպել է։ Հա, հաստատ է դիջոգել է, որ ուզում ենք մատաղ անենք, որոշել է վրեժ լուծի։ Ու համել մեզ ու Դանելյանին իրար դեմ անի։ 100%։ 100%։ Մի րոպե առաջ էլ 100% միլիցեքն էին։ Դու ես չի ասում, որ դրան էլ են տեղից տարել։ Հնարավոր է ուզում են Մողեսի գլխին սարքեն։ Իսկ եթե ինքն է սարքում, որ մտածենք ոստիկանությունն անում։ Որ գնա փոխվի էլի, նա։
Մինչև դրան չգտնենք ոչ մի բան հաստատ չենք կարող ասենք։ Այստեղ ինչ եղավ։ Մողես, ինչ եղավ այդ տղա։ Առանց հեռախոսի էլ մտել ես։ Այդքան երկար ինչ ես անում։ Բա հիմա ինչ անենք։ Հիմա կպարզենք։ Արիշտապօգնություն կանչենք, ես կմեռնի։ Մի անհանգստացի, չի մեռնի։ Մաքսիմում փորը թուլանա։ Էհեյ! Ատամները լվանալու համար միայն փրփուրը քիչ է, խոզանակի պետք։ Խիղճ ունեցեք, ես լավ չեմ, բաց թողեք, ոչ մեկ չի իմանա ձեր մասին, ուղղակի տուն եմ ուզում գնամ։ Հիմարի մեկը գիտես ինձ ոնց վախացրիր։ Մենք էլ ուզում էինք քեզ բաց թողնել, բայց քանի որ Մորիկային վախեցրիր, ոչ մի տեղ։ Լուրջ եք ասում։ Դեչ, Մոնիկա ջան, դες, ինչ լավ եմ արդեն, ամեն ինչ լավ է, ես կարամ գնամ արդեն։ Լուրջ։ Կարամ գնամ տուն։ Լուրջ։ Գնամ։ Ոյ շատ, շնորհակալ եմ շատ ամեն ինչի համար, Հավեկ Բակասի համար էլ կներեք ինձ։ Մոյս։ Ես որտեղ եմ ես, ով եմ ես, ինչ է կատարվում։ Կարող է խոզանակով ուղեղն ես մաքրել։ Չի բացառվում։ Դու իրոք ոչ մի բան չես հիշում։ Չէ, ես ով եմ, դուք ով եք, ինչ է ձերներս կապած։ Հավատար այդ հարցերի պատասխանները բխում են մեկը մյուսից։ Քո ով լինելու, մեր ով լինելու պատճառով էլ կապ կպված ես։ Բայց ես անկեղծ չեմ հիշում ու… որ սրտ խարգոցում է, բժիշկա պետքից։ Իսկ կարող է ուղեղի ցնցումը ստացել։ Բացառվում է։ Դրա համար նվազագույնը ուղեղ պետք է ունենալ։ Չէ, դե իրոք լավ չի։ Ինչ ես արել, Մայիս։ Մեր ինֆորմացիայի միակ աղբյուրը կարելի ասել չորացրել ես։ Եթե բան չի հիշում, մեզ բան չի կարող ասել։ Սա անթույլատրելի է։ Պետք է շտապ օգնություն զանգել։ Անջատվել է։ Կոդն ասա։ 25։ Մնացածը գիտեմ։ Ստո, հիմարի մեկը։ Դա դրա ժամանակը չէ։ Գնացինք։ Խնդրում եմ գոնե… Բերանը փակիր նոր է ատամները լվացել, փոշի չնստի։ Գոնե չէ։ Ձենոտ։ Սարինք։ Քսանհինգ։ Ինչ ես անում, բա որ տեսնեն մեր տեղը։ Մեր սենց դա էլ պետք է։ Իսկ կարող ես այս անգամ ինքդ գուշակել։ Եթե էլ հաստատ չաթում բան չեն գրելու, նշանակում է այս հեռախոսը մեզ էլ պետք չի։ Տակ է։ Ու մենք միացնում ենք հեռախոսը, որպեսզի գտնեն։ Տակ է։ Ու գան իրենց ընկերոջ հեռախոսը տանեն։ Մի անգամից սառեց։ Ավելի լավ է ես ասեմ, թե չէ ես տակ ու սառից թոքաբորտ կընկնեմ։
Դու պետք է հեռախոսը թաքցնես ձեր բաժնում, ու հենց միացնեն հասկանան, որ բաժնում է։ Ու հասկանան, որ այս ամենի հետևում ոստիկանությունն է կանգնած։ Ինչ ես անում։ Ականջակալ եմ փնտրում։ Ճիշտ ասա, ով ուշեց։ Իմիջայլոց ես մեր բաժնի լավագույններից եմ։ Ուղղակի ամեն ինչ այնքան շատ է խառնվել, որ ես չեմ հասցնում մտածել, երբ, ինչ ու որտեղ ինչ է կատարվում։ Մինչև այս գործի ավարտը դու վստահաբար կլինես ձեր բաժնի լավագույնը։ Ափսոս, որ դրանից հետո ձեր բաժինը վատագույնն է ճանաչվելու։ Մտեք։ Պարոն գնդապետ, նորից ստուգեցի։ Այսօր այդ կողմերում ոչ մի ոստիկանական մեքենա չի անցել։ Հնարավոր է շտապօգնության մեքենան է եղել ու բնակիչները մտածել են, որ ոստիկանության ազդանշանն է։ Ազատես։ Լսում եմ։ Չէ։ Աչքիս սրանք ինձ ուղղակի ուզում են արանքից անեն։ Սենց ապուշ բաներ են օրինում։ Նոր մի անգամ եմ ճշտել, բացառվում է, որ այդ մերոնք եղած լինեն։ Գիտեմ։ Մեզ ոնց որ ուզում են իրար դեմ հանեն։ Ո՞վ։ Այդ բարձելու համար հանդիպելա պետք։ Դե ասա։ Մի խոսքով այնպես կանես, որ քեզ ոչ ոք չտեսի։ Այսինքն տեսախցիկները հեչ։ Եթե խնդիր չի լինում, տեսախցիկներին ոչ ոք չի նայում։ Չէ, մեզ մոտ միշտ նայում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ 8250-ի ռեգուլար, հա։ Մի խոսքով այնպես կանես, որ քեզ ոչ ոք չտեսնի։ Հեռախոսը այնպեսի մի տեղ կթաքցնես, որ ոչ ոք չգտնի։ Այդ մենակ իմ դարակն է։ Օնիկա, պատկերացնում ես հեռախոսը դարակիցդ հանեն։ Ու այդ մեկը չէի մտածել։ Նորմալ է, մենք արդեն համոզվել ենք, որ մտածելը քոլեջ է։ Բարի ճանապարհ։ Բարի։ Օնիկա, այնպիսի մի տեղում կպահես, որ քեզ ոչ մի կերպ կասկածել չլինի։ Մոնիկա։ Դու ստեղ ինչ ես անում։ Աշխատում եմ, պարոն գնդապետ։ Բայց դու արձակուրդում չես։ Դե ասացի կամ երեխեքին տեսնեմ։ Տիկին դոլոց։ Եթե ուզում եք երեխեքին տեսնել, մանկապարտեզ կամ դպրոց գնացեք։ Ստեղ մեծ մարդիկ են աշխատում։ Վերջ տվեք այդ ղզիկ բաներին։ Երեխեքին ա եկել տեսնի։ Դե ուղղակի Ուղղակի ի տարբերություն քեզ, երեխեքի իրավունքների պաշտպանի ականջից հեռու։ Երեխեքը վերևում աշխատում են։ Հանկարծ չշեղեք։ լսում եմ։ Բարև ձեզ։ Ձեր առաքումը։ Շնորհակալ եմ։ Բարի խոշակ։ Տիկին, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Որքան են գժվեցիր։ Ներեցեք տիկին լեյտենանտ, ուղղակի ես ձեզ միշտ որ համազգեստով եմ տեսել, չգիտեի որ սենցն եք։ Սենց ոնց է։ Դե տենց սենց։ Այ Մարգարան։
Լավ, ես ես որտեղ պահեմ։ Ստեղ մենակ տղամարդիկ են լինում, հաստատ ինձ չեն կասկածի։ Հիմա էլ մեր տված կուտը ոչ մեկ չի ուտի։ Այդ մողեսին կարակ չատից հանեք արդեն։ Օնլայն է։ Օլյանովը։ Օնլայնն է։ Այսինքն հեռախոսը միացրած, ա դրա։ Հա, օնլայն է։ Սա սպասի ես զանգեմ դրան։ Այ ուրոտ, ով քեզ տես բան ասեց։ Սպասիր, ոչ մի բան չանես, ոչ էլ չատից ջնջի, ջնջոց, եթե հեռախոսը անջատի, էլ չենք կարա գտնենք հիմա, զգուշ հեռախոսը վերցրու, դուրս արի միջից, ահա, ու դիր գրբանը, լավ։ Բայց ինչի։ Շուտ արա։ Վաղո դու հենց տեղ ես։ Վաղո։ Այսօր դոլունցն էր եկել։ Ապեր լսում ես։ Ասում եմ այսօր դոլունցն էր եկել Գրաժդանսկի, մենակ տենայիր։ Վաղո։ Հա, ինձ թվաց աշկդ կպավ։ Ասում եմ մենակ տենայիր ինչ կյանք էր։ Ճիշտ է համազգեստով տեսել եմ, բայց Գրաժդանսկի լրիվ ուրիշ էր մի տեսակ։ Ուրա կարող է բռնեմ ուզեմ։ Հա ինչ։ Ոչ մի ավելորդ բան չեմ տեսել, մենակ գլուխը կախ գործից տուն։ Տենց չի։ Հələ դու ասա տենամ քո պահերն ինչ եղավ։ Վաղո։ 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 Ուրեմն ես քո մոտ սիրտս բացեմ դու սենց, հա? Լավ ես ապեր։ Չէ ոնց կարամ լավ լինեմ, երբ ընկերս իմ հավանած աղջկան ձեռիցս տանում է։ Սուրոց հանդել ես ինչ ես խոսում, ինչ հավանած աղջիկ ինձ ձեռից տանել։ Ես კი չգիտեմ, որ դու հավանած աղջիկ ունես։ Արաբա զուգարանում այդքան ինչ էի խոսում։ Լավ է, որ իմ մասին լավ կարծիք ունես, բայց դժվար ստեղից զուգարան լսեմ ինչ ես խոսում։ Ոնց։ Զուգարանում դու չէ։ Այսինքն քո կարծիքով ես ստեղից զուգարան մի խոսքով։ Այնով հայտարարք եղավ, ո՞մ մոտ է այդքան անկեղծանում։ Ուրեմն ասում ես դոլունցին ես հավանում, հա։ Ես տենց բան չեմ ասում։ Հա, բայց ասացիցը պետք է ստացվում։ Հələ արի հələ պատմի։ Դեր կանից։ Չի բացառվում, որ սրա հետևում տենց էլ մեզ չհասած նվերն է։ Որքան որ հիշում եմ, դու տենց էլ դրան չգտար։ Ոչինչ չբացառելով ամեն դեպքում դա շատ քիչ հնարավոր տարբերակ է։ Մողեսը ընտանիք ուներ։ Ու գիտի, մի բան այն չարեց, իր հետ շատ վատ բաներ կկատարվի։ Իսկ ուրիշում ես կասկածում։ Ոչ մեկի, առայժմ ոչ մեկի։ Ամեն դեպքում դրան գտեք ու ասեք, որ առանց իրա էլ դու
հարաբերությունները փչացնելու մեծ վարպետ ես։ Այսինքն ինձ կանչել հասցրել ես տեղ, որ ասես ոչ մեկի չես կասկածում։ Չէ։ Չգիտեմ ով կարա եղած լինի, բայց մի բան հաստատ գիտեմ։ Հեռախոսը դրա մոտ է։ Հեռախոսը կգտնենք, իրանը կգտնենք։ Դու շատ լավ գիտես, որ այդ այդքան էլ հեշտ չի։ Ինչի՞։ Որովհետև ես չեմ կարող առանց կոնկրետ հիմքերի խնդրեմ ինչ-որ մեկի, որ հեռախոս գտնեն։ Ինչ ես դու խնդրում։ Թող տղերքը խնդրեմ։ Բայց վախենամ տղեկը անգլերեն լավ չեն հասկանում։ Ես։ Շատ լավ։ Մենակ չասես, որ տղեկը ֆրանսերեն են խոսում։ Չէ։ Ամեն դեպքում հայերենը մայրենի լեզու է։ Երկու ժամից այդ հեռախոսի գտնվելու կոորդինատները քեզ մոտ կլինի։ Միայն խնդրում եմ քեզ առանց ավելորդ աղմուկի։ Ինքնասպանություն։ Գոնե։ Երբ Մողոսի տերերը պարզեն, որ հեռախոսը ոստիկանությունում է, նրանց մեջ իսկական պատերազմ կսկսվի։ Ու դրանց իրական դեմքերը ջրի երես դուրս կգան։ Շատ հնարավոր է, որ դրանից հետո անցնեն լուրջ գործողությունների, այնպես որ այս պահից սկսած շատ զգոն ու աչալուրջ է պետք լինել։ Մոնիկա։ Մոնիկա։ Ստեղից աչ։ Ինչ ես խոսում։ Քեզ հետ ամեն ինչ կարգին է։ Այ կներես էլի ուղղակի մտքերից մեջ էի խորացել։ Լավ է մտքերդ այդքան խորը չեն, թե չկխեղտվեիր։ Ես իրեն բան եմ բացատրում, ինքը մտքերի մեջ է։ Մոնիկա։ Ես էլ ասեմ սրա դեմքը որտեղից է ծանոթ։